Գագիկ Ծառուկյանի խոսնակը ճիշտ է ասում։ Ազատության հետ զրույցում այսպես արձագանքեց Ծառուկյան դաշինքից 4-րդ ընտրատարածքում ավելի քան 4000 ձայնով պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը, անդրադառնալով Իվետա Տոնոյանի անցած շաբաթ արված այն հայտարարությանը, թե մանդատներից հրաժարված, ապա դրանք հետ վերցրած Ծառուկյան դաշինքի պատգամավորները խախտել են պայմանավորվածությունը։ Տոնոյանը պարզաբանել էր, որ պատգամավորի թեկնածուները նախապես ինքնաբացարկի դիմումներ են գրել, պայմանավորվելով, որ եթե խոստացված ձայների քանակը չապահովեն, ապա մանդատները չպետք է վերցնեն։ Հիմա փորձել զոհի կարգավիճակով հանդես գալ, կարծում եմ ազնիվ չէ, ասել էր Տոնոյանը։ Հիշեցնենք, Ծառուկյան դաշինքի մի խումբ պատգամավորներ, ովքեր ինքնաբացարկի դիմումներ էին գրել, հայտարարել էին, թե իրենք նման դիմումներ չեն գրել կամ տեղյակ չեն, թե ինչի տակ են ստորագրել։ Օրեր անց, սակայն Նապոլեոն Ազիզյանը հաստատում է Ծառուկյանի խոսնակի պնդումները։ Ծառուկյանի խոսնակը Իվետա Տոնոյանը, ով նույնպես պատգամավոր է ընտրվել, բացահայտ հայտարարեց, որ պայմանավորվածություն է եղել նախապես պարոն Ծառուկյանի հետ, որ նրանք, ովքեր իրենց խոստացած ձայները չեն կարողանա ապահովել, ապա նրանք պետք է մանդատը վայր դնել։ Հիմա փաստորեն դուք նույնպես չեք կարողացել ապահովել այն քանակը ձայների, որ նախապես խոստացել եք։ Սուզաննա ջան, ես առաջի տեղն եմ գրավել, այո, կարող է որ սպասում ենք, որ կձայները շատ լինի, մենք ավելի քան համոզված էի, որ մենք 50+1 ենք կանելու, դե հիմա պրավալն է եղել, հնարավոր է եւ այդ ակնկալիքները չեն ապահովել, բայց այս առաջի տեղն եմ ծավալել։ Իսկ որքան ձայն պետք է բերեիք, բայց որքանն եք բերել։ Արդեն շատ խորն եք գնում, Ռուզաննա ջան, ամենք դրան չեք կարող ասել դա։ Իսկ դուք այդ նախապես այդ խոստումը տվել էիք, որ եթե չբերեք այդ X քանակը ձայների, ապա մանդատը չեք վերցնել։ Ախր չի այդքան խորը գնում, Ես խորը չեմ գնում, Գագիկ Ծառուկյանի խոսնակն է դա։ Դե Գագիկ Ծառուկյանի խոսնակը բնականաբար Գագիկ Ծառուկյանի անկախ չի ասում։ Ինչ որ խոսնակը ասում է, Գագիկ Ծառուկյանը համաձայնացված կլինի, ուրեմն խոսնակը ճիշտ ասում։ Այսինքն պայմանավորվածությունը դուք չեք պահել, ստացվում է, պարոն Ազիզյան, ընդունում եք, որ խոստացել եք։ Ես ամեն ինչ պահում եմ, ես ոչ մի բան այնպես չեմ անում, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ շատ լավ է։ Ի վերջո դուք ինչ եք որոշել, վայր եք դնելու այդ մանդատը, թե ոչ։ Ես ասացի, պարոն Ծառուկյանը լրիվ իմ քարոզարշավը եւ բարոյապես, եւ ֆինանսապես ինքնակազմակերպել։ Ես մանդատս արդեն ստացել եմ, եթե պարոն Ծառուկյանը հարմար չի գտնի իմ աշխատանքը ազգային ժողովում, հնարավոր է նաև որ վայր դնեմ։ Բայց արդեն քննարկել եք պարոն Ծառուկյանի հետ հնարավոր տարբերակները։ Չէ, ճիշտ ասած, չենք քննարկել։ Չեք հանդիպել, չեք խոսել իր հետ հանդիպել։ Դե կոնկրետ բան չի եղել, էլի այդ թեմայի շուրջ չի եղել, որ ինքը ասի մի ստացի մանդատ հրաժարվի բանն։ Պարոն Ազիզյան, իսկ ձեր ցանկությունը ո՞րն է, դուք ուզում եք գնալ, աշխատել, օրենսդիր գործունեությամբ զբաղվել։ Իհարկե։ Դեռևս պարզ չէ, թե ինչպես կորոշի Գագիկ Ծառուկյանը Նապոլեոն Ազիզյանի ճակատագիրը։ Ամեն դեպքում մայիսի 18-ին կայանալիք 6-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը ամենայն հավանականությամբ հենց նա էլ կվարի, որպես ամենատարեց պատգամավոր։